Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլորին, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, նշեմ, որ մեզ կարող եք հետևել նաև armradio.am կայքում on-line ռեժիմով, live stream-ի տարբերակով, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այստեղ, ես առողջ եմ բաժնում եւ առաջարկում եմ միանալ Facebook-յան հարթակում մեր էջին Հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո։ Այնտեղ մեզ կրկին կկարողանաք եւ դիտել եւ լսել, ինչպես նաեւ հարցեր թողնել մեկնաբանությունների բաժնում։ Ներկայացնեմ այսօրվա շատ հետաքրքիր թեմայով ում հետ ենք խոսելու երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան EMDR հոգեթերապևտ Արևիկ Ավագյանցի հետ։ Ողջույն Արևիկ։ Ողջույն Լուսի։ Շնորհակալություն թեմայի առաջարկի համար, հարգելի ունկնդիրներ, մենք զրուցելու ենք անձի մասերի վերաբերյալ մանրակրկիտ բացատրելու ենք, թե ինչ է նշանակում անձի ներսում մասեր, այդպես գոյություն ունենալու կոնցեպտը, եթե կարելի է այսպես ասել, ինչ մասեր են դրանք, ինչպես են ձևավորվում, ինչպես են համագործակցում կամ հակառակը կոնֆլիկտի մեջ մտնում միմյանց հետ կամ հենց անձի գիտակցության հետ, եւ իհարկե հոգեթերապիայում ինչ աշխատանք է տարվում, ահա այս մասերի խնդիրների հետ ու մասնավորապես EMDR հոգեթերապևտները ինչ են մեզ առաջարկում։ Եվ այսպես, Արևիկ, սկսենք ամենասկզբից, ինչ է անձի մասը, այդ ինչ անձի մասերի մասին է խոսքը, ինչպես կներկայացնեք մարդկանց, ովքեր միգուցե առաջին անգամ են լսում այդ ինչ մասեր են մեր մեջ ապրում։ Շնորհակալություն հարցերի համար։ Սկսեմ երևի ամենապարզ կենցաղային բնորոշումից, երբ մենք ունենում ենք մեր ներսում կոնֆլիկտող կողմեր։ Երբ չենք կողմնորոշվում, ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում, դժվարանում ենք որոշում կայացնել։ Երբ ասում ենք, օրինակ, մեր մի կողմն ասում է արա այս, իսկ մյուս կողմն ասում է արա այն, եւ չեմ կողմնորոշվում ինչպես վարվել։ Այստեղ արդեն մենք գործ ունենք որոշակի իմաստով անձի տարբեր կողմերի, միգուցե նաև մասերի հետ։ Մասերի բնորոշումը նոր չէ, այն դեռևս հոգեվերլուծության ծագման ժամանակաշրջանից է մեզ հայտնի, երբ Սիգմունդ Ֆրոյդը առանձնացրեց, այո, էգոն, սուպերեգոն եւ իդը, որպես անգիտակցական։ Եվ դրանից հետո տարբեր ուղղության ներկայացուցիչներ տարբեր կերպ մեկնաբանել են անձի մասերը եւ ներկայումս ես իմ հոգեթերապևտիկ աշխատանքում բավականին համախմբող էկլեկտիկ մոտեցում եմ կիրառում, երբ խոսքը անձի մասերի վերաբերյալ է, հատկապես իմ հոգեթերապևտիկ ուղղությունը EMDR-ը այդ տեսանկյունից շատ համադրող ուղղություն է եւ այնինչ անհրաժեշտ է հոգեթերապևտիկ էֆեկտի ապաքինման հասնելու համար այն կարծես ինտեգրել է շատ տարբեր մեթոդների լավ կողմեր եւ այն թույլ է տալիս մեզ բացահայտել անձում գոյություն ունեցող տարբեր մասեր։ Ես նշեցի ոչ միայն դրանց աշխատանքի հետ կարելի է արդյունավետ աշխատել, այլ նաև աշխատանքի դրանց գործունեության հետ կարելի է արդյունավետ աշխատել, այլ նույնիսկ հայտնաբերել եւ ոնց որ բարձրացնել ջրի երես, որ մարդը հստակ ընկալի հասկանա, որ իր մեջ ահա այսպիսի հատված անձի մաս կամ պայմանական ինչպես ուզում է անվանենք, ճիշտ ենք հասկանում։ Այո, միանգամայն ճիշտ եք հասկանում։ Եթե մենք խոսում ենք հոգեթերապևտիկ ուղղություններից, որ դրանց յուրաքանչյուրը կամ մի մասը կարելի ասել առանձնացրել են եւ այդ անձի մասերը կոչել են հստակ անուններով, ապա երբ նայում ենք հոգեթերապևտիկ process-ի տեսանկյունից, հենց process-ում պարտադիր չէ, որ անձի մասերը հանդես գան հենց այդ տիպիկ դրսևորումներով եւ տիպիկ ձևերով։ Մեկ անհատականության դեպքում անձի մի մաս կարող է լինել, օրինակ, իր տրավմատիզացված մանուկը, երեխան։ Մեկ ուրիշ անձի դեպքում դեռահաս տարիքից եկած մի մաս, որը դեռևս իր ապաքինումը, բուժումը չի ստացել։ Մեկ ուրիշ անձի դեպքում դա կարող է լինել մերժված մի մաս, անուն չունենա կամ դա
ակնհայտ դառնա հենց հոգեթերապևտիկ process-ում եւ երբեմն անգամ մարդիկ կարող են իրենց անձի այդ մասերը հստակ ինչ որ ձև առանձնացնել, անգամ անուններ կոչել կամ նկարագրել։ Այցելուներ կան, ովքեր շատ լավ գիտակցում են, ճանաչում են, նույնիսկ անուններ են տալիս դրանց։ Այո, դա միանգամայն հնարավոր է եւ հարցն այն է, թե հոգեթերապևտիկ որ փուլում դա ի հայտ կգա, որպես կանոն ավելի խորքային աշխատանքից հետո կամ միջին փուլերում, երբ արդեն նախնական փուլն անցած է, անձը բավականին լավ հոգեկարգավորված վիճակում է եւ պատրաստ է ավելի խորքային աշխատանքի։ Ինչու եք ասում պատրաստ է, լինում են այցելուներ, ովքեր իրենց կամքով իհարկե մենք գիտենք, որ ոչ ոքի չի կարող ստիպը համոզել միգուցե, բայց ստիպել եւ ձեռքից քաշ տալ սենյակ, այդպես չի լինում եւ ես գիտեմ, որ հոգեթերապևտներ այդ դեպքում չեն աշխատում կամ փորձում են լեզու գտնել, չգիտեմ, ինչպես եք հարթում այդ պահերը, բայց եթե մարդը հայտնվել է սենյակում, արդյոք չի նշանակում, որ նա պատրաստ է ամեն ինչի, ամեն համագործակցության։ Շատ հետաքրքիր եւ դիպուկ հարց է, շատ ակտուալ, պարզվում է, որ ոչ։ Պարզվում է, որ անձը կարող է գիտակցաբար պատրաստ լինել, տրամադրվել, ռեսուրսներ հատկացնել հոգեթերապիայի համար, նյութական ռեսուրսներ, ժամանակային ռեսուրսներ, բայց գալ հոգեթերապևտիկ սենյակ եւ որտեղ կբացահայտվեն տարբեր հոգեկան ոլորտին առնչվող հանգամանքներ եւ կբացահայտվեն անձի համապատասխան մասեր, որոնք մինչ այս թաքնված են եղել որպես այդպիսին անձի համար։ Այն է, փորձեմ ավելի པարզ բացատրել, անձն ունի ինչ-որ խնդիրներ, տարբեր բարդույթներ, չի կարողանում լիարժեք իր ուզած կերպով, օրինակ իր սոցիալական հմտությունները իրացնել, իր անձը դրսևորել, իր անձնային ռեսուրսները դրսևորել, հա, ինչ որ մի բան իրեն խանգարում է եւ ինքը ընդհանրապես մակերեսային պատկերացում ունի դրա մասին, հա, դա կարող է ինքը որպես դրա պատճառ կարող է տեսնել դաստիարակությունը միայն, միջավայրը կամ ուղղակի ասել ես ինձ միշտ այդպիսին եմ հիշում։ Եվ հոգեթերապևտիկ սկիզբը էլ չի զգում գիտակցությունը, թե որտեղից է եկել, այո։ Եվ հանկարծ հոգեթերապևտիկ process-ի ընթացքում, երբ մենք անձի հետ միասին ուսումնասիրում ենք, թե երբվանից է դա սկսվել եւ ինչ մարմնական ռեակցիաներ է առաջ բերում, ինչ հուզական ռեակցիաներ է առաջ բերում, երբ օրինակ ձեր ներսում ինչ որ մի ազդակ խոչընդոտում է ձեզ այս կամ այլ կերպ վարվել, ինչ եք դուք զգում, ինչ մտքեր ունեք դուք ձեր մասին եւ հանկարծ բացահայտվում է, որ այնտեղ կար մի տրավմա եւ այդ տրավմային համապատասխան մաս, որն ուղղակի չբուժված վիճակում գոյություն ուներ անձի ներսում, ուղղակի անձը սովորել էր արդյունավետ կերպով պաշտպանել իրեն, գոյատևել այդ մասի հետ, սակայն բավարար ներքին եւ արտաքին ռեսուրսներ չէր ունեցել, որպեսզի առնչվեր այդ մասին։ Եվ հենց այդտեղ է, որ մենք պատրաստ լինելու գաղափարին ենք առնչվում եւ երբեմն այո ճանապարհ է պետք անցնել, որպեսզի այդ անձի մի մասը, ավելի ճիշտ, թույլտվություն տա, որ մենք աշխատենք իր հետ։ Այսինքն արտակուստ մարդը իր եսից է, իր գործող մեծահասակ եսից է հանդես գալիս եւ դիմել պատասխանատու կերպով, սակայն կա այնտեղ մի մաս, որը դեռևս բուժման չի ենթարկվել եւ կարիք ունի առանձին անդրադարձի։ Ընդ որում հետաքրքիրն այն է, որ այդ մասը կարող է ունենալ իր առանձին սոմատիկ մարմնական զգացողությունները, տիպիկ միայն իրեն եւ այսպես սովորաբար հենց այդ դեպքերում դրսևորվող օրինակ այս մասը։ Այո, երբ համապատասխան տրիգերներ են լինում, ասենք սրտխառնոցով, մյուս ինչ-որ մաս, միգուցե խորացավով, ամենատարածված նշաններն եմ էլի։ Այո, կլինիկաները ինչպես ասում։ Իրեն բնորոշ նաև մտքերով, այսինքն ընդհանուր առմամբ մեծահասակ հասուն անձը իր գործող եսի տեսանկյունից կարող է գիտակցաբար չունենալ իր մասին բացասական մտքեր, բայց երբ մենք հոգեթերապևտիկ process-ում կարողանում ենք այդ կամուրջը ստեղծել գործող եսի եւ այդ մասի միջև եւ
խոսեցնել այդ մասին, պարզվում է, որ շատ հաճախ այդ չափակինված մասերը ունեն բացասական դիրքորոշումներ, բացասական համոզմունքներ սեփական եսի մասին։ Անկամ շատ հաճախ պատահում է, երբ անձը ընդհանրապես չի ճանաչում իր անձի այդ մասին եւ միայն առնչվել է դրա օրինակ բացասական ագրեսիվ դրսևորմանը, կործանարար ոչ արդյունավետ վարքի դրսևորմանը եւ որպես կանոն թշնամական վերաբերմունք է նման դեպքերում մարդն ունենում անգամ որոշ դեպքերում իր անձի այդ մասի հանդեպ, քանի որ չի ճանաչում իր ինքնության մի մաս չի ընկալում եւ այստեղ նույնպես մեծ կոնֆլիկտ հակասություն է առաջանում, այսինքն մեր հոգեթերապևտներիս գործն է այդ պատրաստ լինելու մարդուն պատրաստ դարձնելու ճանապարհին ոչ միայն բերել այն վիճակին, որ մարդը թույլ տա աշխատել այդ մասի հետ, այլ նաեւ գնա դեպի ընդունում, որից հետո նոր ապակինում, որտեղ սա հաճախ նաև բավականին դժվար ճանապարհ է, որ մարդը կարողանա ճանաչել եւ ընդունել, որ սա իր մի մասն է, սա դրսից ինտեգրված, դրսից ներդրված ինչ որ մաս չի, սա ինքն է։ Մենք այստեղ նաև այդ մերժման, որ չէ, սա իմը չի, միգուցե դրսի արտաքին ազդեցությունների դիսոցիատիվ սիմպտոմատիկայի հետ այստեղ նաև գործ ունենք։ Կարող եք հենց այդ եզրույթի մասին էլ մի փոքր խոսել, մենք շատ ենք լսում վերջերս այս բառը նաև շրջանառվում է, նորաձև է դարձել, բայց մենք մասնագիտորեն չգիտենք ինչ պատկերացնել այդ երևույթի տակ։ Սովորաբար մեր հոգեկան ֆունկցիաները, երբ մենք գտնվում ենք նորմալ առողջ վիճակում, ինտեգրված են մեր գիտակցությունը, հիշողությունը, մեր մարմնական զգացողությունները, տարածության, ժամանակի ընկալումը ինտեգրված են, այսինքն մենք դրանք զգում ենք եւ համաչափ դրանք միմյանց հետ համագործակցում են։ Այո, դրանք իրancs հետ միմյանց հետ համագործակցում են եւ մենք զգում ենք, մենք գիտենք, որ մենք այստեղ ենք, հիմա ենք, սա մեր մարմնի մի մասն է, սա մեր մտքերն են, սա մեր զգացողություններն են, սա մեր հիշողության մի հատվածն է։ Ընդհանուր առմամբ դիսոցիացիայի դեպքում ընդհատվում է այդ միասնականությունը։ Հիշողությունն է ընդհատվում, գիտակցությունն է ընդհատվում, սեփական անձի եւ մարմնի ընկալումն է ընդհատվում։ Շատ պարզ օրինակ կարող եմ բերել դիսոցիացիայի, դա անգլերեն daydreaming վիճակն է, անգլերեն ասված, ցերեկային աներճանք, եթե կարելի այդպես ասել։ Արթմնի վիճակ։ Արթմնի վիճակում, երբ մենք ենթադրենք ծանր գործերի ընթացքում հոգնել ենք եւ պարզապես մի պահ ուզում ենք կտրվել իրականությունից եւ երազել ինչ որ ավելի լավ բաների մասին, օրինակ աշխատավայրում ինչ որ մեկը կարող է երազել արձակուրդի մասին, այդ հաճելի տեսարանների մասին եւ մի պահ կտրվել առօրյա իրականությունից եւ մոռանալ որտեղ է ինքը նստած։ Եվ այս կարճատև աներճանքները վտանգավոր չեն եւ սովորաբար շատ նորմատիվ երևույթ են մարդկանց կյանքում։ Երբ մենք խոսում ենք սա վտանգավոր չէ, բոլորիս բնորոշ է, բոլորս էլ կարող են։ Դրանք սովորաբար կարճատև են, այո, եւ եթե հոգեբանական տեսանկյունից նայենք, անգամ պաշտպանական բնույթ են կրում, այսինքն մեր ուղեղը ինչ որ բեռնաթափվում է, այո, այն սթրեսից, լարվածությունից ցանկանում է կտրվել եւ կարճ ժամանակով պարզապես հաճելի զգացողություններ ապրել։ Երբ մենք խոսում ենք դիսոցիատիվ սիմպտոմատիկայի մասին, կլինիկական տեսանկյունից, բնականաբար սա ավելի հոգեկան առողջության տեսանկյունից արդեն վտանգ է ներկայացնում եւ սրա հետ պետք է աշխատել։ Կան դիսոցիատիվ սիմպտոմներ, ախտանշաններ, որոնց հետ հոգեբաններս աշխատում ենք։ Եվ իհարկե կան նաեւ դիսոցիատիվ բնույթի խանգարումներ, ավելի լուրջ մակարդակի պաթոլոգիայի հասնող։ Այո։ Օրինակ մենք խոսում ենք քիչ առաջ անձի մասերի վերաբերյալ, դիսոցիատիվ խանգարումներից մեկն է անգլերեն DID, Dissociative Identity Disorder, անձի դիսոցիատիվ խանգարում, որի դեպքում անձը ունի 2 եւ ավելի հստակ ձևավորված անձի մասեր։ Եվ նրանք ունեն
առանձին որպես կանոն կարող են ունենալ առանձին տարիք, առանձին տեսք, բնութագիր, բնավորություն, անուն եւ հոգեբուժության մեջ արդեն հստակ կան չափորոշիչներ, որոնց հիման վրա բժիշկները, բժիշկ հոգեբուժները կարողանում են հստակ ախտորոշում տալ տվյալ անձի մոտ, դա խանգարում է, թե պարզապես դիսոցիատիվ սիմպտոմատիկա է։ Կարող է նաև ուղղակի սիմպտոմատիկա լինել, որի հետ աշխատում են արդյունավետ օրինակ հոգեթերապևտները, ճիշտ ենք հասկանում, թե դա է իրենց բաժնից։ Այո, կարող է մեկ այլ խանգարման սիմպտոմատիկա լինել, բայց անձի դիսոցիատիվ խանգարման սիմպտոմատիկա չլինել, նաև այդպես կարող է դրսևորվել։ Օրինակ, անձի սահմանային խանգարման դեպքում բացի իմպուլսիվությունից, տրամադրության տատանումներից նաև նկատվում է դիսոցիատիվ սիմպտոմատիկա, բայց կան էական տարբերություններ, որոնք բժիշկները ըստ որոնց տարբերակում են այդ երկու վիճակները եւ դիագնոզները, բայց հոգեբաններս շատ հաճախ առնչվում են օրինակ հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում, կոմպլեքս հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում դիսոցիատիվ ախտանշանների, որոնց դեպքում անձը կարող է ինչ որ իմաստով կտրված, առանձնացված լինել իր հիշողության ինչ որ մասերից, ֆրագմենտներից, կտրված լինել իր անձի ինչ որ մասերից։ Իսկ կարող է շատ պաթոլոգիկ կապված ու կախված լինել այդ մասից, այսինքն հակառակը, երբ դու այնքան ես կենտրոնանում դրա վրա, որ մնացած ամեն ինչ քեզ համար այդքան անկարևոր են դառնում եւ դու չես կարողանում գիտակցել մնացածը։ Այո, կարող է նաև այդպես լինել։ Իդեպ, այստեղ նաև նշեմ, որ հոգեթերապիայում պարտադիր չէ, որ մենք միաժամանակ աշխատենք անձի բոլոր գոյություն ունեցող մասերի հետ։ Մենք աշխատում ենք միայն այն մասերի հետ, որոնք այդ պահին սեանսին ի հայտ են եկել ու խնդիր են առաջացնում, առհասարակ անհանգստություն են առաջ բերում այստեղ եւ առհասարակ անձի ամենօրյա կյանքում եւ դրա կարիքը միշտ չի որ լինում է գտնել անձի բոլոր գոյություն ունեցող մասերը։ Մենք խնդիր առաջ բերող մասի հետ ենք աշխատում, էլի անձի թույլտվությամբ իդեպ, որը շատ հետաքրքիր իրականում process է լինում, հատկապես մեր հոգեթերապևտիկ ուղղության մեջ EMDR-ում, որտեղ մենք իսկապես վերցնում ենք այդ, խնդրում ենք այդ թույլտվությունը աշխատելու այդ մասի հետ։ Թույլ կտաս արդյոք աշխատել քո մերժված երեխայի հետ, հա, մոտավորապես ինչպես եք դուք բացատրում եւ ինչպես եք ստանում թույլտվությունը եւ ինչու է պետք թույլտվություն, արդյոք դրա հետ աշխատանքը կարող է տրավմատիկ լինել, կարող է վատ հետևանքներ ունենալ, չէ, եթե այդքան հեշտ ու պարզ լիներ ամեն ինչ, թույլտվության կարիք էլ չէր լինի։ Կարող եք մեզ անկեղծ ասել։ Կարծում եմ ձեր ասածը ընդհանրապես չի բացառվում եւ մյուս կողմից բացի վերատրավմատիզացիայից, որն իդեպ կարող է հաճախ տեղի ունենալ, եթե չի բացառվում։ Այո։ Մյուս հանգամանքը դա դիմադրությունն է։ Այսինքն մենք պարզապես մուտք չենք ունենա այդ դաշտ եւ անգամ եթե չվնասենք, մենք մարդուն չենք օգնի, եթե թույլտվություն չկա այդ մասի հետ աշխատելու։ Իսկ լինում է, որ դուք բառացի ստանում եք թույլտվություն, բայց աշխատանքի ընթացքում զգում եք, որ միևնույն է անգիտակցականը կամ ենթագիտակցական, թե այս երկու շերտերը քննարկենք, այդքան էլ դեռ պատրաստ չեն եւ թույլ չեն տալիս, այդպես լինում է։ Լինում է, եւ սա ինձ համար ամենահետաքրքիր պահերից մեկն է, երբ իմ առջև նստած անձը ասում է այո, ես թույլ եմ տալիս, մենք աշխատենք այս դեպքի հետ եւ համապատասխանաբար այս մասի հետ, որը ժամանակին վերապրել է այդ տրավմատիկ դեպքը։ Եվ մենք սկսում ենք աշխատել եւ ինչ որ կետում, երբ օրինակ նախնական գնահատում ենք իրականացնում, դա անպայման հոգեթերապևտիկ process-ում երևում է, որ կա որոշակի դիմադրություն, անձն իրականում իր գլխավոր եսի անունից էր պատասխանում, ով իրեն բերել է
թերապևտիկ սենյակ, ով որոշում է կայացրել, բայց մենք կարող ենք չունենալ թույլտվություն անձի այդ տրավմատիզացված մասից եւ այստեղ իսկապես մենք դիմում ենք այդ մասին։ Երկարեցնում եւ բարդացնում է այս process-ը, օրինակ կարող է մարդու թույլտվությունը եւ իսկապես համաձայնությունը, ներքուստ համաձայնությունը եւ բաց լինել աշխատանքին, արագացնել, ավելի արդյունավետ դարձնել հոգեթերապիան եւ հակառակը ձգձգել, երկարեցնել ու այդպես էլ տեղ չհասցնել։ Այո, ես հաճելիորեն ուրախանում եմ, երբ անձն այնքան տարբեր կողմից պատրաստ է լինում հոգեթերապիային, որ շատ արագ մենք այդ արգելքները հաղթահարելով ունենում ենք չսպասված արագ հոգեթերապևտի արդյունք, բայց մյուս դեպքերում էլ լրիվ նորմալ է, մենք չպետք է մարդուն դրթենք անհարկի շտապել, արագ ինչ որ process ավարտել, որտեղ դա չի բերելու արդյունք։ Այնպես ինչպես օրինակ բժիշկները, վիրաբույժները վիրահատություն անելիս սկզբում անզգայացում են կիրառում, ցավազրկում են կամ ինչ որ նախապես անամնեզ են հավաքում, հետազոտություններ ու գործիքային ստուգումներ են նշանում։ Այո, ես հաճախ զուգահեռներ տանում եմ իդեպ նաև հոգեկրթման փուլում, երբ այցելուներին թերապիան որպես այդպեսին ինչ է ներկայացնում եմ, որպեսզի տեղեկացված լինեն, հանգիստ զգան, իրենց ապահով զգան process-ում, ես շատ հաճախ անում եմ նմանատիպ համեմատություններ, որ այնպես ինչպես բժշկական, ֆիզիկական միջամտությունների ժամանակ այստեղ եւս շատ նորմալ է եւ հարգանքի արժանի է ձեր կողմից պահանջված ժամանակը եւ այն, որ դուք այս պահին կարող եք պատրաստ չլինել եւ մենք դրան աստիճանաբար կարող ենք գալ ապահով միջավայրում, ապահով վիճակով, ապահով զգացողություններով։ Արևիկ մի հարցել է հետաքրքրում, մենք տարբեր մասերից եւ տարբեր դրսևորումներից, նույնիսկ տերմիններ հնչեցրինք, դրանցից բարդն ու շատ վատ ազդեցություն ունեցողը որն է լինում, կա այդպիսի դասակարգում, կա այդպիսի վիճակագրություն, թեկուզ հենց ձեր անձնական փորձով, այ որ դուք տեսնում եք, որ ամենաշատը, ամենահաճախը հանդիպում է, չգիտեմ, մանկական այսինչ տարիքի, այսինչ երեխայի խնդիրը։ Վստահ չեմ, եթե լավ հասկացա, առհասարակ։ Այո, առհասարակ, էլի մարդկանց մոտ որն է ամենատարածված այդ բարդ մասը լինում, որ մասն է, որ ամենաշատն է խնդիրներ առաջացնում։ Հասկացա, մասերի տեսանկյունից։ Այո, մասերը տեսակներ են ունենում, տարբեր դրսևորումներ են ունենում, տարիքային ինչ որ ֆիքսացիաներ են ունենում հարցի պատասխան, որտեղ յուրաքանչյուր մարդ անհատականություն է եւ իսկապես յուրաքանչյուր այցելուի հետ մենք կարծես մտնենք մի ճամփորդության ուղի, որտեղ միասին բացահայտում ենք եւ իր մասերը կարող են շատ յուրօրինակ լինել եւ որպես կանոն հենց այդպես է տարբերվել այլ անձանց մասերից, բայց ես կարող եմ այսպես ուղղակի օրինաչափություն առանձնացնել, որ նկատելի է ավելի շատ մանկության ժամանակահատվածի տրավմաները շատ ավելի խորը ու բացասական ազդեցություն են ունենում անձի, ամբողջական անձի, հասուն մեծահասակ անձի ձևավորման վրա եւ մեծ տարիքում շատ ավելի ծանր հետևանքներ են թողնում, քան օրինակ այն էպիզոդիկ մեկանգամյա տրավմատիկ իրավիճակները, որոնք անձը հասուն տարիքում, չափահաս տարիքում ունեցել է, քանի որ ակնհայտորեն անչափահաս տարիքում թե տարիքային զարգացման առանձնահատկություններից ուղեղի զարգացման հենց ֆիզիոլոգիապես ուղեղի զարգացման առանձնահատկություններից ելնելով էլ մարդը ավելի էականորեն ավելի քիչ ռեսուրսներ ունի, ավելի խոցելի է միանշանակ եւ հատկապես եթե օրինակ մենք խոսում ենք կոմպլեքս հետտրավմատիկ ստրեսային խանգարման մասին, սա նաեւ հնարավոր է ստանալ մանկության տարիքում, որպես կանոն հենց մանկության տարիքում է այդ մանկության տարիքի տրավմաների հետևանքով է այն առաջանում որպես կանոն եւ ինչով է տարբերվում, հա, կոմպլեքս հետտրավմատիկ ստրեսային խանգարումը սովորականից, որ այդտեղ մենք գործ ունենք քրոնիկ
տրավմայի հետ, քրոնիկ, տրավմատիկ, կրկնվող, միատեսակ, միևնույն ոլորտին առնչվող տրավմաների հետ եւ որպես կանոն դա ընտանեկան իրավիճակներն են եւ դրանցում առաջ եկած ցավերը, վերքերը, հոգեկան վնասվածքները, հատկապես կապվածությանն առնչվող, հատկապես ծնողական կերպարներից, այո, հատկապես ծնողական կերպարներից որևէ մեկի կամ երկուսի միաժամանակ հետ առնչվող իրավիճակներ են, քրոնիկ, պարտադիր չի դա լինի հենց ծնողը, կարող է լինել խնամակալը կամ այն մեկը, ով երեխայի ապահովության մասին, խնամքի մասին հոգեր տանում, պատասխանատու որևէ մեծահասակ կարող է այս դերը կրել եւ տրավմատիզացիա։ Այո, եւ այստեղ կոմպլեքս հետտրավմատիկ ստրեսային խանգարման դեպքում մեծ, այսպես առանձին տող է հարաբերությունների տողը, որը ինչպես դուք նշեցիք, հետագայում մեծ ազդեցություն է ունենում, այսինքն վնասված են որոշակի հարաբերություններ։ Եվ դա հետագայում մեծ ազդեցություն է ունենում անձի այլ մարդկանց հետ հարաբերությունների կառուցման վրա։ Արևիկ, իսկ եթե այդ կոնֆլիկտ եւ հակասություն առաջացնող այդ խնդրահարույց մասը վերամշակվի, տրվի փոփոխությունների եւ ստացվի այն մի քիչ վնասազերծել, մարդու գիտակից կյանքում հստակ երևում են փոփոխություններ, որ առաջ ես տարիներով այսպիսին էի, հիմա ես կարծես ստաբիլ այլ վարք եմ ցուցաբերում։ Միանշանակ եւ անգամ իրարումը իրական կյանքում զգալու ենք։ Այո, միանշանակ զգացվում է։ Իմաստը դա է, չէ՞, ի վերջո մենք ինքնանպատակ չենք փորձում մեր մեջ, մեզ պետք է որ մենք գիտակից կյանքում հոգեբանի սենյակից դուրս գանք եւ կարողանանք ապրել։ Իհարկե եւ անպայման հենց հոգեթերապևտներից կարեւորագույն դերերից մեկն այստեղ է, որ մենք դրթում ենք նաեւ այցելուին համապատասխան փուլում կիրառել այդ հմտությունները կյանքում։ Հանձնարարության պես մի տեսակ, հա։ Կարող է նաև հանձնարարության պես լինել, կարող է հիշեցման պես լինել, հա, ավելի ոչ այդքան դիրեկտիվ ձևով, բայց նաև հետաքրքիր մի բան, որ մինչ պրակտիկ կյանքում կիրառվելը, նաև այդ մասերը թերապևտիկ սենյակում հաճախ վիզուալ կերպով են փոխվում, այսինքն երբ մենք մարդուն խնդրում էինք կապ հաստատել իր անձի այն հատվածի հետ, որը տրավմատիզացված էր, արդեն դե բացահայտել ենք, որ մասի հետ գործ ունենք, որպես կանոն վիզուալ ինֆորմացիան եւս փոխվում է դեպի դրականը։ Շատ շնորհակալություն այս էքսկուրսիի համար մեր անձի մասերով։ Մենք զրուցեցինք երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան, EMDR հոգեթերապևտ Արևիկ Ավագյանցի հետ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, անպայման էլի որևէ հետաքրքիր թեմայով կհանդիպենք։ Ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։